Տարո քարտերը և քրիստոնեությունը։ Առաջին ամբողջական դասական տարոյի տրցակները ստեղծվել են Եվրոպայում, այդ ժամանակ այնտեղ արդեն տարածված էր կաթոլիկ քրիստոնեությունը։ Դասական տարոյի ամենատարածված տրցակի հեղինակներ Արթուր Ուեյթը և Պամելա Կոլման Սմիթը տիրապետում էին քրիստոնեական էզոտերիկային, կաբալային, աստրոլոգիային ու հերմետիկ գիտելիքներին։ Դա է պատճառը, որ նրանց ստեղծած տարո քարտերը, որոնք ամենատարածվածն են աշխարհում, գերհագեցած են հենց քրիստոնեական սիմվոլիկայով։ Օրինակ, ավագ քրմուհու ձեռքին տեսնում ենք Տորայի մագաղաթը։ Տորան հուդայականների սուրբ գրությունն է և հին կտակարանի կարևոր մասը, որովհետև բաղկացած է Մովսեսի 5 գրքերից։ 5-րդ հավաքարկանում պատկերված է քրիստոնեության առաջնորդը՝ Պապը, իսկ Հիերոֆանտը հին հունարենից թարգմանաբար նշանակում է հոգևոր առաջնորդ։ Այս արկանը պատկերված է բացառապես քրիստոնեական սիմվոլներով և հղում է հենց Սուրբ Երրորդության գաղափարին։ Իսկ 6-րդ Սիրահարների արկանում արդեն պատկերված են Ադամն ու Եվան Եդեմական այգում։ Եվայի հետևում կյանքի ծառն է, որին փաթաթված օձը ուր որ է նրան կգայթակղի։ Դե հավանեցիր իմ այս նոր ֆորմատը, մեկնաբանություններում գրի դրա մասին, որ երկրորդ մասը նույնպես տեղադրեմ։